Հաղթանակի զգացումը ինչպիսին էր, վերջին տարիներին կարծես թե մեր հասարակությունը այդ զգացումը չի ապրում եւ դուք փաստորեն Յուրի Սաքունցի հետ մասնակցելով թիկունքում լինելով այդ զգացումը ապրել եք, ինչպիսին է։ Այո, մարզչական թիմի կազմում ենք եղել, իհարկե հպարտություն ենք ապրում, ինչպիսին է հպարտությունը, շատ հաճելի զգացողություն է, այո, վերջի ժամանակներում քիչ ունենք նման զգացողություններ, բայց ունենում ենք պարբերաբար, առնվազն մենք սպորտով եւ ոչ միայն սպորտով, այո, շատ լավ զգացողություն է։ Մարզչական թիմում եք, ֆիզ պատրաստվածություններ ձեր ուսերին, թե այլ, մանրամասնիկ ինչ եք արել, տեսեք, այս մենամարտում մենք ուղեկցում էինք որպես ընկեր, մարզչական թիմում եղել ենք իր հենց մենամարտի ընթացքում, այսինքն նախապատրաստական, այս մարտից նախապատրաստական ընթացքը եւ մարտի ամբողջ ընթացքը այդ ոնց է դա կոչվում, սպորտիվ թիմ որպես այդքանը իսկ աուրան ընդհանուր ռինգից, դահլիճում, մարդկանց հետ շատ հետաքրքիր էր աուրան, կարող եմ ասել, որ ամբողջ չգիտեմ, ամբողջ հայ համայնքը ինչքան է, բայց երևի թե հայ համայնքի մեծ մասը ներկա էր եւ շատ հաճելի էր, երբ որ տեսնում ես, որ քո հայրենակիցները այդքան հեռու լինելով հայրենիքից, այդքան հեռու լինելով Հայաստանից, ապրում են Հայաստանի կյանքով եւ իրոք մենք տեսանք այդ, որ իրենք իրոք ապրում են Հայաստանի կյանքով եւ շատ բաներից, շատ մանրուքներից եւ շատ մանրամասներից տեղյակ են եւ իրենց մոտ էլ տեսա այդ հպարտությունը հայ ազգի համար։ Իրոք շատ ուրախալի է, որ տեսնում ես քո հայրենակիցներին, քո հայրենիքից դուրս, թե ինչքանով են ապրում քո հայրենիքով, ինչքանով են ապրում քո հայրենիքի հաղթանակներով, մի տեսակ դա շատ ոգեշնչող է եւ մոտիվացնող։ Բավարարված հեռացան ռինգից, այսպես ասած բանից։ Կռիվներ Այո։ Եղել է կռիվներ, բայց Յուրին էր կռվում իր մենամարտողի հետ եւ հաղթեցինք մեր կռվում, մեկ կռիվ ա եղել, մենակ իրենք են մենամարտում բոքսի կանոններով։ Այո, ուրիշ կռիվներ չկա։